նախ եթե ծանոթանում ենք տրիպին, դա պայմանագիր չի։ Պայմանագիրը որոշակի պարտավորություններ եւ իրավունքներ է տալիս։ Դա, այսպես ասած, կոչվում է նամերինի, ոնց են նամերինի։ Սա ավելի շատ հայտարարություն էր, նամերինի, մտադրությունները մտնում է հենց ֆրանսերենով իրանագիտական, այո, մտադրությունները ոչ մի բան չի պարտադրում։ Եվ մտադրությունները միևնույն ժամանակ ոչ մի բանով չի ստիպում, որպեսզի դուք կատարեք։ Այդ վերաբերվում է առաջին հերթին Սյունիքին։ Երկրորդը, ես կուզեի այստեղ նորից վերաբերում է 2020-ին եւ արհեստական բանականությանը։ Մենք գիտենք, որ այսօր օգտագործվում է պալանտիր հասկացությունը մակաբույծ քաղաքակրթության եւ քաղաքակրթությունների գործունեությունը հիմնականում անվանում են պալանտիր, դա հենց գալիս է Բաբելոնից է գալիս։ Այսինքն այն 7 գլուխներն են, որից մեկը պալանտիրը 6 գլուխներին վերցրել իր հետ է դրել։ Ես ուրիշ տեղ չեմ գրում, հենց այնտեղ Բաբելոնից սկսած հայկի բելի պատերազմը հենց նույն հայկն է։ Այսօր պատերազմ ենք ասում ենք, այսօր պատերազմը հենց վերաբերում է նաև այն այնպիսի աշճանի դեգրադացված, ինչպիսին ամբողջ աշխարհում եւ մեր հասարակության մեջ երեկվա դատավարական իրավունքը մայրաթորի նկատմամբ։ Ես այստեղ չեմ ուզում խոսել եկեղեցու ղեկավարության, չեմ ուզում խոսել հասարակության կողմից անտարբերությամբ, այսինքն եկել է ժամանակը, որ պետք է լինի ընդհանուր ինչ-որ նորը, լրիվ քրիստոնեությունը նույնիսկ իր, այսպես ասած, դեգրադացված վիճակով հասած մինչև Միացյալ Նահանգներ միտեղ Պավելին են ընդունում, որ ընդունում են որպես հայկի, ես չեմ խոսում կատարյալների մասին, միտեղ ընդունում են զուտ հեթանոսական, այդտեղ Պավելին են ընդունում, ես չեմ խոսում Հռոմում ինչ արեցին եւ օթյակները պատահական չէ, տեսեք 500 տարի եվրոպական եւ անգլիական օթյակները ոչ մի հարաբերություններ չեն ունեցել առաջինը։ Երկրորդ 500 տարի իսլամական հայրերը ցանկացել են սյունիտների եւ շիիտների ռադիկալ խմբավորումներին բերել ընդհանուր եղանակի, չստացվեց միայն Արցախի պատերազմի ժամանակ ամբողջ իսլամական աշխարհը, այն մեծ հանցագործությունը, որ մենք կատարել ենք, որովհետև իսլամ երկրպագող բոլոր մերձավոր արևելքի, մեծ մերձավոր արևելքի բնիկ ժողովուրդները շատ ջերմ ընդունել են մեզ եւ մենք պարտավոր ենք, բայց այսօր հենց 2020 պատերազմի միջոցով եւ հետագայում ամերիկացիների Իսրայելի հետ Իրանում իրականացված միջոցառումներով հաստատվեց, որ իսլամական աշխարհը համախմբել են։ Իսկ քրիստոնեականը հիմնականում դեգրադացված վիճակով, այսինքն եկել է աշխարհում ինչ որ նոր անունը ինչ կլինի մենք չգիտենք, բայց այդ նորը մենք բոլորս պետք է իմանանք, հենց եղել է շումերների մոտ նշվում է Արատայի սովեստ խիղճ, այսինքն այսօր այն աշճանն է հասել, որ հիմնականում մարդկության մեջ մարդկայնության վերացման հարցն է դրված եղել։ Ինչի՞ եմ ես այսքան խորանում այդ օթյակների մասին, տեսեք, օրինակները շուտ կարող եմ կարճ ասել, օթյակները միավորվեցին եւ որոշեցին, որ նշելու են Նիկեայի տիեզերական ժողովի հոբելյանը։ Եվ այցելեցին այդտեղ, եւ Անգլիայից, եւ Հռոմի Պապը, եւ Միացյալ Նահանգների նախագահի տեղակալը։ Այսօր կարող են բարձրաձայնել, որ նույնիսկ Էրդողանին հանձնարարեցին Նիկեայի 37 սրբերի փորձագիտական եզրակացությունը իրականացնել, փորձագիտությունը իրականացնել։ Մասունքները, սուրբ մասունքների։ Եվ ինչ։ Իրոք հիշել եմ 79 թվականին Ասավայից, երբ որ մասունքներ բերեցին, հարազատները խնդրեցին, որ ներկայացնեն փորձագիտության եւ պարզվեց, որ շան ոսկորներ են։ Ես չեմ հավատում, որ թուրքերը կարող են Նիկեայի տիեզերական ժողովի այդ համախմբման
ժողովի սրբերի 37 մասունքները բղծված են, բայց հիմնական հարցը այդ նույն ժամանակ ինչի եմ ասում Բաբելոնից եւ նշում նույնիսկ այսօրվա մեր դեգրադացված հասարակ առաջին ինստանցիայի դատարանում նշել Մայրաթորի, ես չեմ ասում առաքելական եկեղեցու Մայրաթորի լինել չլինելու հարցը, որովհետեւ հենց նույն առատայ սկսած ձեռնադրման իրավունքը տրված է եղել մեզ հայրի Սեդեսայում Եվ ոսկու իրավունքը մենք խոսացինք օթյակների եւ օթյակներով ձևավորված գերտերություններին, ինչպիսին Իսպանիան է եղել։ Ես անդադ առաջ չեմ գնում, նույն բանն եմ ասում, երբ որ Իսպանիան նույն պատմությունը ունեցավ գերտերության, ինչպիսին Միացյալ Նահանգները այսօր ասենք զիջում է իր դիրքը նույն պատմական իրողությամբ Լատինական Ամերիկայից ոսկին չեկած, արդեն նրանք ոչ լիկվիդ ակտիվներ են ձեռք բերում։ Հոլանդիայում երբ տեղափոխվեց, այնտեղ մի կակաչի սոխուկով անշարժ մեծ օբյեկտի արժեք ունեին եւ հետագայում, ասենք 100-ամյա պատերազմի ժամանակ Ռոշիլդները գնալով նույն ռեզերվային ֆոնդը ստեղծեցին, այսինքն ես ուզում եմ ասել այդ համատեղ իրականացված օթյակների միջոցառումը նպատակ ուներ նորից մեր Մայրաթորից Զաթորին զրկել ձեռնադրելու իրավունքից, որը կատարել են Նիկայի տիեզերական ժողովի ժամանակ, իսկ մեր ժողովուրդը այն ժամանակ մասնակցել է խաչ փրկելու ավերաժի ճակատամարտին, մեր մոտ ընթացել է Թոնդրիկյան շարժումը, եւ այդ ժամանակ մենք Պավլիկյաններին ենք, այստեղ Պավլիկյաններին, այսպես ասած, տեսեք Պավլիկյաններին ոչ Հռոմի քաղաքացի Քրիստոսն էր Պետրոսին նշանակել իր ներկայացուցիչը եւ Պավելն էր այնտեղ Պետրոսն ենք ասում, հա, Պետրոսի շփոթվում եմ, նրան գլխիվայր Հռոմում կախեցին, իսկ դրանք ամբողջը գալիս է հենց աստվածային առատայ տված այն երկու իրավունքները, ինչպես դուք ասում եք ոսկու իրավունքը եւ ձեռնադրելու իրավունքը։ Նույնիսկ կարող եմ կոնկրետ նշել, որ ռուսական կայսր Պյոտրը երկրպագել է մեր այդ ուղղափառ եկեղեցին Էդեսայի, Նիկեայի, նույնիսկ Պավելը, թե Պավելի նկատմամբ մենք ուրիշ վերաբերմունք ունենք, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եւ Պավելը եւ Հռոմի Նեոնը մեր ժողովրդին փոխհատուցում տվել են։ Ուղղակի սրանք փաստեր են իմանալուց, հա, արտաքին միջավայրի նույն պատերազմների մասին, որ մենք խոսում ենք քաղաքակրթական եկեղեցու դեգրադացիայի եւ նորին, այսինքն մենք պետք է նոր հեծանիվ չստեղծենք, անցնենք, վերադառնանք մեր կոդերին, այն ինչ որ ի սկզբանե ունեցել ենք մենք։ Նոր խոսում ենք Ամերիկա, Իրանին, ոչ թե ես կապում եմ, դրանք իրար հետ շատ կապված են։ Էությամբ այսօր մեծանում է Իրանի դերը, մեր, թեև մենք համարում ենք հայկական լեռնաշխարհի ժողովուրդ, բայց չեմ ուզում ասել հայկական լեռնաշխարհի միայն, որովհետև երբ որ հայկը եւ ինչպես ասենք սուրբ գրքերում գրված է մեր խեձեկը գալիս է, նա հոպատարական մարտունեցի չէր, որ գնացել էր Խոբանի Ռուսաստան հետ էր եկել էր Հայաստան, նա մեծություն էր ներկայացնում, նրան բելը ոչ թե կարող էր բելը նրան կանչեր, ձերբակալեր եւ տաներ, բայց Քարթվիլի ժողովուրդը, ամբողջ Կովկասյան ժողովուրդը, բոլորը նրանք հրլու հպատակ, ինչպես առատայ ժամանակ, նաև աշակերտներին են ընդունում այդ պաշտարակը, զեկուրեկը սարքելու համար եւ գնում է հենց այդ օրվանից արդեն գնում է դրա տարանջատումը։ Այստեղ ուզում եմ նշել, որ էությամբ պարսկական հողերը երբ որ միացրել են ռուսական կայսրությանը, ի սկզբանե բացի Թուրքմենչայի, ուղղակի կրկնում եմ նորից, նշել են Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրից 1828 թվի, 1813 թվականի եղել է 1805 թվականի ապրիլի 14-ի
պայմանագիրը Գանձաքաղաքի մոտ Քուր գետի ափին Քյուրքեչայի պայմանագիրը, որի մեջ կա մեր մայր աթոռի ստորագրությունը։ Այսինքն արտաքին պատերազմը մեր եկեղեցու նկատմամբ, մեր մայր աթոռի նկատմամբ Նիկեյան տիեզերական վեհաժողովն է, ձեռնադրման իրավունքից զրկել մայր աթոռին, իսկ մյուսը Գյուկեչեի պայմանագիրն է, որտեղ թեև մենք Ցիզիանովի մասին խոսում ենք եւ պատմությունը գիտենք, որ նա հայկական ցակումով, բայց ներկայացնում էր գեներալ ռուսական շահեր, թեև նա մեր հայրի ձեռով էլ զոհվեց Ցիզիանովը, բայց նրա կատարած ամենամեծ գործը նա է, որ փնտրում է Գանձասարի կաթողիկոսին, նրան արդեն ուղարկել էին լոռի եւ երկար ժամանակ շատ մեծ դժվարությամբ մայր աթոռի արքեպիսկոպոսի ստորագրություն է վերցնում։ Այսօր մեր եկեղեցուն ցանկանում են նսեմացնել մայր աթոռը, իջեցնել, ամեն ձևի պայքարելով միայն որպեսզի նրա ստորագրությունը չլինի։ Դրա համար եմ ասում, դա մեծ դեգրադացված process է եւ ղեկավարության, որովհետեւ նույն ղեկավարությունը եւ այդ ներկայացուցիչների հետ, որոնք էությամբ իսլամում ստատուս խալիֆի ստատուս չունեն, որ դրանց խոսքը տեղ անցնի, ոնց որ մեր ցեղասպանության, մեր նկատմամբ իրականացրած ցեղասպանության ժամանակ նրանք մի անգրագետ մոլայի միջոցով համարեցին հալալ է, թեև Ալեքսանդրիայի խալիֆը Մեքքայում այցելելով հատուկ հրվարտակով նրանք բացահայտեցին Մոհամեդի սկսած, որ մեզ նկատմամբ նման մոտեցում չպետք է լինի։ Այսօրվա կռիվը մեր եկեղեցու նկատմամբ նրա տեղը, դերը, նշանակությունը իջեցնելու պատերազմը հիմնականում մեր մայր աթոռի կողմից մինչև հիմա ունեցած ստորագրության ստատուսն է։ Այսինքն չկա պարսկական շահի պետականությունը, չկա ռուսական կայսրությունը, միայն այնտեղ մեր մայր աթոռի ստորագրությունն է։ Ես եթե թույլ տաք տեղ փոքր ինֆորմացիա տամ, որտեղ ժողովրդի մեծ մասն էլ տեղյակ չի, էլի։ Դա ինչ է նշանակում, այդ ձեռնադրման իրավունքը դա ունի հայ եկեղեցին, ոչ ուրիշ եկեղեցիներ չունեն, ասենք հայկական եկեղեցին կարող է վաղը հրճակվի մի տոհմի ենթադրենք հայ թագավոր եւ բոլորը պարտավոր են դա ընդունել, մասնավորապես Նադիր շահին, հզոր պարսկական կայսրության շահին ձեռնադրել է հայ եկեղեցին, Նադիր շահի եւ պարսիկների խնդրանքով, Նապոլեոնը այսօր մենք ասում ենք Փարիզի Աստվածամոր տաճարը, իդեպ ասեմ սատանայացված է, այսօրվա դրությամբ այդ հրդեհից հետո։ Այո։ Հենց Նապոլեոնը նույնիսկ Հռոմի պապին կանչելով ներողություն եմ խնդրում ընդհատելու համար Նադիր շահին ասեցիք, նա չի թողել, որ Հռոմի պապը ձեռնադրի։ Նույնիսկ պրոտոկոլներում կան, նրա մոտ էլ Կուտուզովի նման մի աչքը հիվանդ է եղել, եղբորն է տեսել եւ խոչ չեմ ասում ինչ լեզվով, ասել է Երանի հայրս կենթանի լիներ եւ տեսներ, իսկ ինքը իր ձեռնով ձեռնադրվել է։ Նույնիսկ ֆրանսիական արքունիք հավաքվել թարգմանել է դրանցից մեկի լսածը, թե ինչ էր ուզում ասել, որովհետեւ ինքը ֆիզիկապես շատ տկար է եղել եւ Կորսիկայում միշտ ցանկացել է որպեսի հոր նման լիներ եւ չեմ խորանում, այսինքն ձեռնադրման իրավունքը ի սկզբանե սկսած մեր էծագիր արձանագրություններից ուխտասարի, որտեղ ֆլորան եւ ֆաունան այն նույնը չի, ինչ որ Նեղոսի ափին, բոլորը բնորոշ է հայկականներն աշխարհին, ի սկզբե կարող են խոսել եկածների, գնացածների մասին, ձեռնադրման իրավունքը մեզանից վերցրել նորից օթյակների միջոցով ուզում են հաստատել, բայց այսօր արհեստական բանականության պայմաններում սրանք արդեն պալանջերները օթյակներն են փակվում, օթյակներն են սլիանի պագլաշենի, այդ process-ն է գնում։
Դուք շարունակեք։ Սա բանը, ես էլի ուզում շեշտեմ, որ խնդիրը իրականում շատ մեծ իմացաբանական հարցերի մասն է, որ նորից վերահառնվել եւ Հայկի բելի պատերազմը, որ հիմի շատ արդեական է եւ մենք պատրաստվում ենք դրա վերաբերյալ շատ գիտական ինֆորմատիվ մի վիդեոկլիպ ստեղծենք, որ մոտակա ժամանակներում կլինի, Որպեսզի ինչ ասեք։ որպեսի ասենք, որ խնդիրները հասարակությունների չի փոխվել, կան պարազիտական համակարգեր եւ կան արարիչ համակարգներ եւ ժամանակ առ ժամանակ այդ պատերազմը այդ որակի առաջանմա այդ բախումի հետևանքով օրինակ ասենք մենք խոսում ենք քրիստոնեություն, դե քրիստոնեությունը աշխարհի զարգացման վրա էական ազդեցություն է թողել, ով ինչ ուզում է ասի եւ այլ, նո քրիստոնե, բայց շատ քչերը նույնիսկ հայրից գիտեն հայրի դերը քրիստոնեության կայացման մեջ ամենաառանցքայինն է, ոչ թե նրա համար, որ 301 թվականին կամ ավելի շուտ, ասենք Աբգար թագավորի ժամանակ ընդունեցին քրիստոնեություն, ոչ, որ երբ որ ասենք քրիստոնեությունը կարող էր ոչնչացվել, այդ աշխարհը ընկալումը մարդկային իրերի քրիստոնեական պրիզմայով, երբ որ Հռոմի կայսրը եկավ եւ առաջարկեց Տրթատին միասին ոչնչացնել, Տրթատը հրաժարվեց եւ Հռոմի կայսրը երկու պատերազմ ունեցավ եւ երկու այսպես պարտություն, որից հետո քրիստոնեությունը տարածվեց ամբողջ հռոմեական կայսրության եւ ամբողջ աշխարհի։